Փառքնժդեհին եւ ազատություն ապստամբ հայրենատեր արժանապատիվ սասնածռերին։ Տեսնում եք որքան են խառնում ամեն ինչ։ Իբր այն վիճակով մի շատ էին խեղ ժողովուրդը գլուխ անում որն է որից հետո հիմա ավելի են խառնել։ Չէ, ասում են Պուտինը այդպես էլ չշնորհավորեց Նիկոլին։ Կանք հենց այնտեղից, որ ինչպես դարձավ Նիկոլը Հայաստանի վարչապետ, հապկի Հայաստանի վարչապետ Նիկոլը ոնց դարձավ միանշանակ Կրեմլի թույլտվությամբ, որովհետև մեր համակարգում ազգային անվտանգություն կլինի, ոստիկանություն կլինի, դատախազություն կլինի, դատարան կլինի, այսինքն ուժային բանակ, մինչև օրս։ Այնտեղ ռուսներն են գերիշխում։ Հասկանում եք, եթե մի պետության ուժային համակարգ ամբողջովին ենթարկվում է Կրեմլում, այդտեղ եթե հեղափոխություն տեղի չի ունենում, զինված։ Այն ինչ որ արեցին սասնածռերը, օրինակ։ Ուրիշ կերպ դու բան չես կարող փոխել։ Որովհետև դու ինչ էլ անես, ասենք այն որ Գյումրիից քայլում էր, կարող էին ոդկը կոդրել, որ ռադիոտուն էր մտնում, կարող էին կալանավորել, որպես ասենք դուր ջարդող, որ ավտոբուսների տակ պարգում էր, կարող էին ասեն հասարակական կարգը խախտող, տուգան էին, տանեին։ Ամեն ինչ կարող էին անել Նիկոլի հետ, բայց չարեցին։ Մարդուն սարքեցին վարչապետ։ Եվ երբ որ ինքը վարչապետ դարձավ, մինչև օրս ինքն ասեց, չէ, որ մոտ 200 հեռախոսազանգ է ունեցել Պուտինի հետ։ 85-ից 90 անձնական հանդիպում։ Եթե իրենք իրար հետ հարաբերություն չունենային, այսինքն Նիկոլը հանձնակատարը չլներ Պուտինի, իրենք այդքան չէին հանդիպի, այսինքն նախ ինքը չէր լինի վարչապետ։ Չէր կարող լինել։ Ոնց կարող է դու լինել մի երկրի վարչապետ, որտեղի ազգային անվտանգությունը ենթարկվում է Կրեմլին, ոստիգանը Կրեմլին, չգիտեմ, դատախազը Կրեմլին, ինչքան էլ դու այդ մարդկանց փոխում ես համակարգում, այդ իրանց մարդիկ են։ Սահմանապահը Կրեմլին։ Դու չես կարող կառավարել այդ պետությունը առանց Կրեմլի։ Ուղղակի չես կարող։ Եվ դուք կարող եք ասել, ասենք, Նեթանյահուն, որ ասենք Իսրայել-ամերիկյան հարաբերությունները տեսնում եք որքան ջերմ են, էլ որ հերը տղու մասին մտածի։ Կարող եք ասել Նեթանյահուն, ասենք 80-90 անգամ Թրամփի հետ հանդիպած կլինի այս երկու ժամկետներում։ Իհարկե ոչ։ 200 անգամ հեռախոսազանգ ունեցած կլինի, որ այդ երկրները իրար հետ են կարելի ասել։ Իհարկե ոչ։ Բայց ո՞նց եղավ, որ Նիկոլը Պուտինի թշնամին հակառակորդը լինելով 200 անգամ հեռախոսազանգ է ունեցել։ Այդ ո՞նց է Պուտինը լայաղ արել այդ իր այդ չուզած մարդու հետ խոսի կամ 90 անգամ հանդիպել է։ Հանդիպել է, որովհետև ինքը ստացել է ցուցումներ։ Այն ցուցումները, որոնք հեռախոսով խոսելու չի։ Իսկ եթե գնում ես ցուցում ստանալու, ուրեմն արդեն բնականաբար դու այդ մարդու բանը ենթական ես։ Չի կարող ուրիշ բան լինել։ Որ ներկայացնում են այդպես, որ այսինքն ժողովրդին խառնում են։ Իսկ հիմա այս պահի դրությամբ սրանց խաղը, որ ասենք Պուտինը Նիկոլին չշնորհավորեց, Պուտինի սրտի խորհրդարանն է ձևավորվել, այսինքն վերաձևավորվել է։ Ոչ մանգաղաստղը մնացել է։ Նույն կերպ մնացել է։ Անկամ Ծառուկյան Գագիկին ասեցին ապեր, չէ, էլի այն անգամ էլ չէ, համ էլ չէ։ Դու քո խաղը խաղացիր բրծար, քո անելիքն արեցիր։ Թողեցինք, եկար արեցիր, ապրես, շնորհակալություն։ Կպարզեն, կհանեն, կհերոս հասնեն։ Եթե տեսնեն չի ստացվում, այդ մեկի գլուխը կուտեն։ Ինչ է եղել։ Բա մեծ գործ են անում, երկիր են քանդում։ Բա մի երկուսի գլուխն էլ չուտեն։ Մեծ գործերը մեծ զոհեր են պահանջում։ Չի բացառվում։ Դրանք ոչ մի բանի առաջ չեն կանգնում, չեն խնայում։ Անկամ այդ զոհը, որ դրանց հետ աշխատում է, Ծառուկյան Գագիկ կլինի, Թաթար Ռուբո կլինի, Ռոբերտ Քոչարյան կլինի, Տաշիր Սամո կլինի, Նիկոլ Փաշինյան կլինի։ Դրանք էլ գիտեն, որ եթե մի բան են չգնաց, կարող է իրենց գլուխն ուտեն։ Շատ հստակ իրենք դա հասկանում են, բայց նորից շարունակում են այդ գործի մեջ մնալ։ Հիմա ինչ են անում, ասում են Պուտինը չշնորհավորեց այդպես էլ Նիկոլին։ Պուտինը տեսավ, որ իր խաղի մեջ Եվրոպան մտավ։ Ինչ է Եվրոպան չէր տեսնում, ասենք Նիկոլի հայտարարությունը չէր լսում, որ ասենք Նիկոլը հայտարարեց, որ ընտրությունները կեղծվել է, այսինքն
բանը այդ Կրեմլա հապատակները իբր կեղծել են։ Մարդը կանգնես հայտարարեց, չէ՞, դրա համար դադի են տվել իրեն։ Մյուս կողմն էլ ասաց, որ պետական ռեսուրս մեր սկալանավորել են, խանգարել։ Եվ երկուսով էլ ճիշտ են ասում, Մեպես չի, որ սխալ բաներ են խոսում։ Այսինքն, ընտրություններում հաղթած քաղաքական ուժերը ընտրությունները համարել են կեղծված։ Դուք պատկերացնում եք այդպես բան։ Ընտրություններում հաղթած քաղաքական թիմերը համարել են ընտրությունները իրականում կեղծված են։ Դա իրենք են ցույց տալի դա։ Ասենք բան չի էլի, դու պետք է էքսպերտ չլնես, որ ասենք մտնես ստուգես որ տեսնես։ Մարդ հայտարարում է։ Ու զգացվում է ոստիկանի, ասենք վարած, ասենք իր վարկու կարգից է երևում, դատարանների վարկու կարգից, բանի կենտրոնական դրական հանձնաժողովի վարկու կարգից։ Երևում է, որ ընտրությունները կեղծվել են, այդ մարդիկ էլ առաջ են տանում։ Բայց Պուտինը չշնորհավորեց, որ այդ գիծը պահեր, որ իբր Նիկոլը Ռուսաստանից ուզում է անջատվի։ Այդ ժորդ Նիկոլը չկա մի բան, որ ինքն է գլուխ արած լինի։ Ինքը ոչ այդ կշիռն ունի, ոչ այդ խելքն ունի, ոչ այդ իրավունքն ունի։ Նիկոլի ամեն մի արտահայտությունը չափվում, ձևվում է Կրեմլում կամ Բաքվում։ Չի կարող ինքը իրենից դուրս բան խոսալ։ Ուղղակի իրավունք չունի։ Ոչ էլ հնարավորություն ունի։ Հասկանում եք, չի կարող, ասենք Պուտինը Նիկոլին բերի դարձնի վարչապետ ու չշնորհավորի։ Ուղղակի որ արևմուտքը, ասենք լսեց, որ համ Նիկոլն է բողոքում, համ ասենք Տաշիր Սամոնը բողոքում ընտրություններից, ասենց աշկերը փակեց, ասեց Նիկոլ ջան, ես քո կողքին եմ։ Օրինակ։ Ռուսաստանն հասկացավ, որ չէ, էլի սրանք մտել են հենց պրիոմի այս ռուսական պրիոմի բան արեցին, մտան այդ մեջը եվրոպացիները, ասեցին դեն շարունակի։ Այսինքն սրանք պետք է մի հատ այնպես ձևացնեին, որ վերջ Ռուսաստանից պրծանք դες դեն Ռուսաստանն էլ մեզ պատժամիջոցներով, չգիտեմ, եսի մինչերով, որ մեզ, ասենք, դեն շպրտեր իբր, որ Թուրքիան վերցներ։ Բայց որ Եվրոպան նույն խաղով, նույն կերպ Նիկոլին աջակցելով մտավ խաղի մեջ, հիմա սրանք կարող Հայաստանը դեն շպրտեն դեպի Թուրքիա, Եվրոպան, ասենք, կամ արևմուտք ասածը օթում բռնի եւ տարօրինակ չէր, որ այս ընթացքում Իսրայելը ցեղասպանության հարցը քննարկեց եւ կառավարության մակարդակով ճանաչեց, ընդունեց։ Սրանք հո տեսնում են, սա ասենք մենակ աշխարհում բան ռուսն ու թուրքը չեն այս խաղը խաղում։ Եվ դրա համար հիմա իրենք սառել են։ Չգիտեն ինչ անեն, Ռուսաստանից անջատեն, վերջնական անջատեն, բա որ չստացվի Թուրքիա գնալը։ Այս արդեն ռուս-թուրքական հարաբերություն է։ Ու շատ հնարավոր է, որ այս մի խորհրդան են, չէ, արդեն ձևավորել են, մանդատները խելոք սուսուփուց վերցրեցին, չէին կարող չվերցնել։ Պուտինի ձևավորած խորհրդարանը ոնց կարող է, ասենք, մարդը իր մանդատից հրաժարվի։ Չի կարող։ Հիմա կարող անենց ստացվի իրավիճակ սարքեն, անենց իրավիճակ սարքեն, որ տեսնեն, չէ, չի լինում, Նիկոլով չի լինում, Նիկոլի վրա կենտրոնացել է արևմուտքը, ասենք, բաներ է դեմ տալի, Նիկոլն էլ դեմի ոնց պետք է անի։ Կարող ասենք, մի րոպե, Նիկոլ իշխանափոխություն ենք ձևակերպում։ Դու չես դառնում վարչապետ։ Խորհրդարանում են Ծառուկյան Գագիկի այն քվեները որ կան, կարող է ոչ դատական բանով ընդեղից անցնեն ընդեղ։ Եվ վարչապետ Նիկոլը չընտրվի։ Օրինակ, էլի Պուտինի մարդը ընտրվի։ Եթե զգան Հայաստանը ձեռքներից քցելուց կորցնում են, այսինքն Թուրքիա չի գնում, կարող է այդպիսի քայլ անեն։ Էլի եմ ասում, կարող է լավ շատ զոհեր լինեն, քաղաքական զոհեր, չեմ ասում մարդկային կյանքեր։ Զոհեն, ասենք, Ծառուկյանին, եթե փորձեն Նիկոլին պահել, եթե չեն Նիկոլին զոհեն, չեք տեսնում, որ թուքը մոր խառնվել է, արդեն իրար վրա են դուրս գալի, չի ստացվում։ Մարդկանց խաղի մեջ մտավ Եվրոպան։ Մտավ, ասաց, հա, Նիկոլ ջան, դու ես, հա, տենում ես ռուսների գլուխն ինչ ես անում դու։ Մենք կգանք քեզ կօգնենք։ Եվ այստեղ իսկապես ռուսներն հասկացան, որ իրենց այդ հավասար արևմուտքը գործի մեջ է։ Հենց բաց թողեցին, կարող է Թուրքիա չհասնի Հայաստանը։ Ալիևն այնտեղից ինչ ասես անում է, չէ, ջանում է ամեն ինչ։ Արդեն էլ չգիտի, քիչ է մնում, ասի հայ է մենք ենք, դուք չեք։ Ինչքան եկեղեցի ավիրի, ինչքան կեղծիկ սուտ աստեղ այնտեղ տարածի։
մեր պատմության մասին, մեր իրավունքների, չգիտեմ, այդ կեղծ պատերազմների, ցեղասպանությունների, ինչ ասես անում է, Ամերիկայի սենատում է աշխատում, Անգլիայում է աշխատում, ամեն ինչ անում է, որ Հայաստանին սարքի ցեղասպան քոչվոր, այսինքն իր տեղը դնի Հայաստանին։ Ինքն էլ դառնա տեղի բնիկը։ Այս ընթացքում Ալիևը բարապ չի մնում, որ տեսնեն այս չի ստացվում, գոնե ասենք աշխարհին համոզի, որ չէ, էլի, ախրի ճիշտը սա է, էլի դուք ինչի եք Հայաստանին պաշտպանում։ Բայց Եվրամիությունը նորից խորհրդարանարը նորից ասաց, որ չէ, Արցախի հայերը պետք է վերադառնան, գերիներն էլ պետք է 10։ Ասես բաներ են տեսնում ռուսներն ու թուրքերը, որ հիմի կոնկրետ ոչ մի բան չի խոսվում։ Նիկոլին շնորհավորեն թե չէ, Նիկոլին պահեն թե չէ, կստացվի թե չէ։ Այ խանգամանք սա է։ Թե չէ, Նիկոլը առանց Պուտինի ու Ալիևի կամ Էրդողանի ինքը ծպտուն չի կարող խանել առհասարակ։ Ինքը այդ կշիռը չունի, այդ խելքը չունի, ոչ էլ այդ իրավունքն ունի։ Մեր միակ փրկությունը, ասենք, Վարուժան Ավետիսյանի ծննդյան օրն էր, երեք շնորհավորում եմ Վարուժան Ավետիսյանին։ Իհարկե, պետք է պետությունը հայրենիքը անհատից կախված չլինի ընդհանրապես, բայց ինքը այն անհատն է, որ կարող է շատ լուրջ ներդրում եւ նպաստ ունենա Հայաստանը ճիշտ ուղով տանելու։ Վերջ-վերջո առաջնորդն էլ իր դերակատարում ունի։ Ուղղակի ինքը կախված չէ ոչ ռուսներից, ոչ թուրքերից։ Առավելությունը դա է, որ իր վրա չեն կարող ազդել։ Այսինքն Սասնա ծռերը բոլորդ գիտեք, ապստամբել են Պուտինյան ռեժիմի դեմ, Սերժիկի օրոք։ Չեն կարող լինել ռուսահապատակ։ Սա ոչ մեկ չի մոռացել։ Եվ իսկապես շատ տաղանդավոր Վարուժանի կարիքը զգացվում է հիմա։ Ազատություն Վարուժանին եւ մնացած Սասնա ծռերին։ Մնաք խաղաղությամբ։